Եմենի նախագահ Ալի Աբդուլլա Սալեհը հայտարարում է, թե չի ենթարկվելու իր հրաժարականը պահանջող ցուցարարների կոչերին, այլ հարգելու է իշխանությունը փոխանցելու մասին երկրի սահմանադրությունը։ Ելույթ ունենալով իր աջակիցների առջև Սալեհը 5 օրը իր ընդդիմադիրներին անվանել է սադրիչներ եւ բռնի հեղաշրջման ջատագովներ։ Եմենի արևմտյան եւ Պարսից ծոցի աջակից երկրները փորձում են բանակցությունների միջոցով ապահովել այս երկրում իշխանության սահուն փոխանցում, սակայն ընդդիմությունը պնդում է, որ բացի նախագահի անհապաղ հրաժարականից ոչինչ չի կարող դադարեցնել նրա 32-ամյա վարչակարգը տապալելու պահանջով սկսված անհանգստությունները։ ԱՄՆ-ի Սենատի մեծամասնության ղեկավար Հարի Ռիդի եւ 9 այլ սենատորների մասնակցությամբ մի շարք հանդիպումներ են կայացել Չինաստանում այս երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Նրանց ընդունել են նաեւ երկրի փոխնախագահ Քսի Ջինպինը եւ խորհրդարանի ղեկավար Ու Բանգուոն։ Ամերիկյան այս պատվիրակությունն ԱՄՆ-ից Չինաստան այցելած պաշտոնական նախորդ բոլոր պատվիրակություններից ամենամեծն է։ Բանակցությունները կենտրոնանում են տնտեսական վիճահարույց հարցերի եւ Չինաստանում այլախոհներին հետապնդումների ենթարկելու հանգամանքի վրա։ Սենատորներին հետաքրքրում է նաև Չինաստանում շրջակա միջավայրի համար մաքուր էներգիա արտադրելու ուղղությամբ տարվող աշխատանքների հաջողությունը։ Լիբիայում պաշարման մեջ գտնվող Միստարա քաղաքում կառավարական եւ ապստամբ ուժերի միջև սկսված մարտերի ժամանակ զոհվել է հայտնի 2 ֆոտոլրագրող, վիրավորվել են 2 այլոք։ Փողոցներից մեկի վրա արձակված հրթիռի հարվածից զոհվել է Օսկարի մրցանակաբաշխության տեխնացու, կինոռեժիսոր եւ լուսանկարիչ բրիտանացի Թիմ Հեթերինգթոնը։ Getty Images ամերիկյան ընկերության համար աշխատող Քրիս Հոնդրոսը զոհվել է դրանից մի քանի ժամ անց ստացած ուղեղի վնասվածքներից։ Նա նախկինում պարգևատրվել է Քափայի ոսկե մեդալով, որը պատերազմական թեմաներով լուսանկարչության բարձրագույն պարգևն է։ Ավստրալիայում փախստականների կալանավայրում մոտ 100 մարդ հրկիզել են հաստատության մի քանի շենք, սկսելով իրենց խոսքերով ասած օգնության ճիչ ապստամբությունը։ Հրկիզումը սկսվել է շենքերից մեկում, երբ 2 կալանավորներ գիշերվա ընթացքում մագլցել են Սիդնեյում գտնվող Վիլա Վուդ կալանատան տանիքը։ Իսկ երբ այստեղ են հասել հրշեջները, ապստամբները մարման աշխատանքները խոչընդոտել են հրշեջների վրա լուսարձակի լույս արձակելով։ Ավստրալիան դարձել է աղքատ եւ պատերազմների մեջ գտնվող երկրների հուսահատ մարդկանց ժամանակավոր ապաստարան։ Նրանցից շատերը այստեղ են հասնում փոքր ձկնորսական նավակներով, կտրելով 350 կիլոմետր տարածք։